Մեր ջան օգտվեք, դեռ 4 դասաժամ ունենք։ Ընկեր Փիլիսոփյան, դուք սոված չեք։ Ոչ։ Այս Փիլիսոփյանը 5 տարվա մեջ մի օր չեղավ հետներս առանց մունատ խոսի։ Լսի տանը մնացած է դրանից։ Բաչ իմացաք։ Ուրեմն երեք մտել եմ 8-ի A, տեսնեմ բոլորը քնաթաթախ վիճակում են։ Ասում եմ, «Էս ինչ ա ձեր վիճակը»։ Ասում են, «Ընկեր Հովհաննիսյան, երեք Արմանի ծնունդն էր, քնոց էինք մնացել»։ Չդիմացա։ Բոլորին կանչեցի գրատախտակի մոտ ու երկուսներա որ շարել եմ։ Ինչի դասի չէին սովորել։ Դասը սովորել էին, ուղղակի մտքներով չէր անցել ընկեր Հովհաննիսյանին էլ տորտ բերեին։ Գթածակ չունեն էլի, որ զորով չի։ Ընկեր Փիլիսոփյան, դուք ինչ կասեք, ճիշտ է արել, որ երկուսներ աշարել։ Ես դասի եմ։ Նոթ ինքը, որ ասում եմ տոնը մնացած է, ռիվ իսկ կողից։ Հետո վերջին չեղավ։ Լսի ուրեմն։ Բարև ձեզ սիրելի երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Կա մեկը, որ դասին պատրաստ չի։ Դե եթե այդպես է, ուրեմն դու աղջիկս կանգնի ոտքի։ Ինձ ասա Նյուտոնի 3-րդ օրենքը։ Շատ հեշտ հարց է։ Ազդումը միշտ ունի հավասար եւ հակադիր հակազդում։ Այլ կերպ երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են եւ ուղղված հակառակ։ Ինչ եմ ստանում ընկեր Փիլիսոփյանը։ Ճիշտ ես ասում, նստի երկուս ես ստանում։ Ձայները։ Դու Ալվարդ ջան կանգնի։ Ինձ ասում ես ինչ տարով են նշանակում մարմնի զանգվածը։ Մարմնի զանգվածը նշանակում են m տարով, չափման միավորը կիլոգրամն է։ Ճիշտ ասեցի ընկեր Փիլիսոփյան։ Ճիշտ ես ասում, դու էլ ես երկու ստանում, նստի։ Հիմա դու կանգնի։ Իհարկե ընկեր Փիլիսոփյան։ Նստի երկուս ես ստանում։ Հիմա դու կանգնի։ Դու էլ ես երկու ստանում, նստի։ Հիմա դու կանգնի։ Դու էլ ես երկու ստանում։ Քշվել կարելի արդեն, հիմա դու կանգնի։ Բայց ինչի Վերջապես կասեք, ինչի եք բոլորիս երկուս նշանակում։ Ախր մենք բոլորս ճիշտ ենք պատասխանում, ընկեր Փիլիսոփյան։ Տղա ջան, որովհետև իմ ազգանունը ոչ թե Փիլիսոփյան,